Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտարարել է, որ Ռուսաստանի ուղղությամբ արտահանման հետ կապված խնդիրները նոր երևույթ չեն եւ պարբերաբար առաջացել են նաեւ նախկինում։ Հակոբյանի խոսքով հիմնական խնդիրները կապված են ֆիտոսանիտարական պահանջների պահպանման եւ ապրանքների պատշաճ ձևակերպման հետ։ Մասնավորապես, երբեմն ապրանքները չեն համապատասխանում սահմանված չափանիշներին կամ պատշաճ չի նշվում վերջնական մատակարարվող տնտեսվարողը։ Նա նաեւ ընդգծել է, որ բիզնեսի համար կարևոր է հետևել գործող կանոններին, քանի որ դրանց պահպանումը թույլ է տալիս պետությանը արդյունավետ աջակցել խնդիրների դեպքում։ Հանրային քննարկման է ներկայացվել 6 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը եւ ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Ծրագրի պայմաններին բավարարող ընտանիքին յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով տրամադրվելու է 4 միլիոն դրամ հիփոթեքային վարկավորման բանշարժ գույք ձեռք բերելու կամ կառուցելու համար։ 2024 թվականին Հայաստանում ուղղակի արտասահմանյան ներդրումների ծավալը կազմել է $139 միլիոն, ասվում է ՄԱԿ-ի զեկույցում։ 2023 թվականին այդ ցուցանիշը կազմել է $580 միլիոն, ինչը 4 անգամ պակաս է 2024 թվականի ցուցանիշից։ 2022-ին էլ արտասահմանյան ներդրումների ծավալը մեր երկրում կազմել է $976 միլիոն, ինչը 7 անգամ ավելի է, քան 2024 թվականին։ 2025 թվականի առաջին 11 ամիսներին Հայաստանի օդանավակայաններում ուղևորափոխադրումների ծավալը ավելացել է։ Պաշտոնական տվյալներով նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Զվարթնոց եւ Շիրակ օդանավակայաններում ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 5.308.136 մարդ։ 2025 թվականին ուղևորափոխադրումները 2024 թվականի ցուցանիշների համեմատ աճել են 362.038-ով կամ 7.3%։ Իրանը նախատեսում է Պարսից ծոցում հակամարտության ընթացքում կրած վնասները փոխհատուցել հատուկ ներդրումային հիմնադրամի միջոցով։ Հիմնադրամը կստեղծվի շահագրգիռ ֆինանսական հաստատությունների մասնակցությամբ, սակայն դրա կառուցվածքի եւ կառավարման վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հրապարակվում։ Իրանը մտադիր է հարկեր գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից, այդ միջոցները ուղղելով վերականգնման ծրագրերին։ Եվրոպայում գազի բորսայական գները զգալիորեն նվազել են, հասնելով 1000 խորանարդ մետրի դիմաց $588. Գների անկումը կազմել է 18.5% եւ պայմանավորված է ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հնարավոր ժամանակավոր հրադադարի մասին լուրերով։ Գնանշումները հաշվարկվում են նախորդ աշխատանքային օրվա փակման գնի համեմատ, որը կազմել էր $597.6. OPEC+-ի երկրների մայիսյան ընդհանուր արդյունահանման քվոտան կկազմի օրական ավելի քան 38 միլիոն բարել, ինչը 100,000 բարելով ավելի է, քան ապրիլյան պլանը։ Քվոտայի աճը պայմանավորված է փոխհատուցումների թարմացված ժամանակացույցերով, որոնք վերաբերում են նախկինում սահմանված մակարդակները գերազանցած երկրներին։ Միաժամանակ ապրիլյան քվոտան գրեթե չի փոփոխվել եւ կազմում է օրական 37.906,000 բարել։ Ջեֆ Բեզոսը պատրաստվում է ներգրավել $100 միլիարդ նոր հիմնադրամի համար, որը կգնա արդյունաբերական ընկերությունների գնման եւ դրանցում արհեստական բանականության տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ։ Միջոցները կծախսվեն գործարանների վերափոխման վրա, որոնք արտադրում են չիպեր, ավտոմեքենաներ, ինչպես նաեւ ավիատիեզերական եւ պաշտպանական ոլորտի արտադրանք։ Ամազոնի հիմնադիրը բանակցություններ է վարում խոշոր ակտիվների կառավարման ընկերությունների հետ, նախագծի համար ֆինանսավորում ներգրավելու նպատակով։ Ներդրումային հարաբերությունները մեր երկրում կկարգավորվեն նոր ընթացակարգով։ Քննարկվել է ներդրումների մասին օրենքի նախագիծը, որի նպատակն է սահմանել պարզ, թափանցիկ եւ կանխատեսելի իրավական հիմքեր, ապահովելու ներդրողների իրավունքների պաշտպանությունը, ներդրումների ազատությունը եւ խթանումը ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար։ Նախագծի կարևոր կողմերից մեկն այն է, որ սահմանված կարգավորումները վերաբերելու են ոչ միայն օտարերկրյա, այլև տեղական ներդրողներին եւ ներդրումներին։ Նախագիծը սահմանում է խտրականության բացառման երաշխիքը երկու հայտնի բաղադրիչներով, ազգային ռեժիմը, ըստ որի օտարերկրյա ներդրողներ ունեն տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ եւ պարտականություններ, եւ առավել բարենպաստության ռեժիմը,
Ըստ որի Հայաստանի Հանրապետությունում բոլոր օտարերկրյա ներդրողներն համանման հանգամանքներում ունեն հավասար իրավունքներ։ Ոսկեգործության եւ ադամանդագործության ոլորտների խթանման համար հարկային արտոնյալ միջավայր կձևավորվի։ Խոսքը ոսկուց եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների ավելացված արժեքի հարկով հարկման բազայի որոշման կանոնների վերանայման մասին է։ Մինչ ազգային ժողովի հանձնաժողով հասնելը նախագիծը քննարկվել է ոլորտի տնտեսվարողների հետ։ Արտադրողների համար ասում ենք, որ ավելացված արժեքի հարկը կհաշվարկվի ոչ թե ոսկյա իրի արտադրանքի ամբողջ գնի հաշվով, այլ դրանից նվազեցնելով նշված երկու հումքերի արժեքը՝ ոսկու եւ թանկարժեք քարի արժեքը, եւ ըստ էության այն նոր ստեղծված արժեքը, նոր ավելացված արժեքը, որը աշխատանքն է եւ շահույթը, ենթակա կլինի ավելացված արժեքի հարկով հարկման։ Բիզնեսի համար խաղի կանոնները հստակեցվում են։ Մաքսային ստուգումներում էական փոփոխություններ են նախատեսվում, ըստ որոնց հեռավար ստուգումների ժամկետները չեն կարող գերազանցել 40 աշխատանքային օրը, չեն կարող երկարաձգվել կամ կասեցվել, իսկ ստուգման ենթակա անձը այս մասին պետք է ծանուցվի նախապես։ Առաջարկում ենք սահմանել, որ մաքսային ստուգման արդյունքների ամփոփման նպատակով ստուգումներ իրականացնողը, տվյալ դեպքում մաքսային ծառայողը, ստուգումն ավարտվելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի եւ ակտերի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման խախտումներ հայտնաբերած լինելու դեպքում կազմում է ստուգման ակտի նախագիծ։ Մաքսային ստուգումների ընթացակարգերի հստակեցումը եւ ստուգման ակտի նախագծի ներդրման պահանջը եւս մեկ քայլ են դեպի պետություն մասնավոր հատված գործընկերային հարաբերությունների ամրապնդում։ Սա հնարավորություն կտա ոչ միայն արագացնել մաքսային հսկողության գործընթացը, այլև ապահովել տնտեսվարողների իրավունքների պաշտպանությունը, հնարավոր խախտումների վերաբերյալ պատշաճ եւ ժամանակին տեղեկացված լինելու միջոցով։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում իրականացվող ծրագրերը։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքին։ Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ծրագրում գործադրված ջանքերի եւ իրանական ընկերության ակտիվ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի աշխատանքներն ավարտել նախատեսված ժամկետներում 2027 թվականին։